Պարոն Զաքարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս տարբերակով 1-2 հարցի հետ կապված ձեր գնահատականը տալ եւ այսպես ինչպես կգնահատեք 3 նոր-նորքի թաղապետարանում թաղապետի այդ խուլիգանական վարքագիծը, սա ինչի դրսևորում է, ինչ է տիրում, ինչ մթնոլորտ է տիրում երկրում։ Ցեղասպանության հանցակից ծիրիժոր եւ ցեղասպանության պայմանավորված ցեղասպանության մասնակից մարդու վարչակազմից ինչ եք ուրիշ սպասում։ Զարմանալի բան կա, որ այս վարչակազմը, որ իշխանությունը խլել է, որ տարի 3 սերունդ մեր երեխեքից կոտորել է, որպես իր աթոռը պայի, ինքնա չէ ասել, որ կարա լիներ առանց զոհերի, հո ես չեմ ասում դա։ Հիմա դուք դրա վարչախմբից, ասենք ցեղասպանություն արած վարչախմբից ինչ եք սպասում։ Ինչու ասենք մարդ են ծեծել, չէ հա, իսկականից։ Հələ գնացեք բան եղեք ինչա։ Պետք է գնանք աղոթենք բանի առաջ, այդ ազգային ախորի առաջ, որ չեն սպանել։ Ծեծելուց ինչ որ թողել են մարմնական վնասվածքով, ոչ թե սպանել են։ Վաղը միշտ սկսել են սպանել, ինչքան գնա, այնքան իրանք արունը աշկներ առնելու է, ինչ կա այդտեղ որ մեկտաբանեն։ Հանցագործության մեկտաբանելը ո՞րն է։ Ու սրանք այն մարդիկ են, որոնց Կոնջորյանը օրինակ ասում էր նախկիների ժամանակ Հայաստանը արյան բաղնիկ էր, ինչ ունեք ասելու։ Եթե արյան բաղնիկ էր, հիմա արյան օվկիանոս է, ինչ տարբերություն։ Ասենք նես չի, որ ես ուզում եմ ինչ որ մեկին այդ մենթերը միշտ էլ մենթություն արել են ժամանակ, բոլոր ժամ, միլիցե, այն սովետական միլիցեքին ենք մենք մենթ ասել։ Թողածի ոստիկանները իրանց վրա չվերցնեն, որոնք շատ քիչ են, շատ մատերի վրա հաշված։ Մնացածը այսօր վարձակալված մարտահասպաններ ու նարկոտիկ բաժանողներ եւ այլն են։ Ինչը չգիտեք, որ այս նարկոտիկի զակլատչիկների մեծ մասը մենթեր են։ Պետական համարանիշներով կանգնում են, չես էլ կարա մոտենաս ձեռը բռնես, որտեվ ինքը էտրոպեին ֆռալու է, կանդալը գցի քո ձեռքը, ասի որ դու ես դնողը։ Դե արի ապացուցի, որ դու չես։ Այս խուլիգանապետություն ինչ, ասենք ինչ կա թե բազատ։ Ոնց հիմքը դրել են ի սկզբանե, տենց էլ գնալով վատանալու է, որտեվ հանցագործները երբ որ մնում են անպատիժ, հաջորդ հանցանքը նախորդից ավելի դաժանալի։ Դա փաստ է, դա այդպես է։ Հիմա տեսեք, իրանց մոտ խոճապային վիճակի է, որ իրենց ծնողներն են արդեն անգամ սպառնում, օրինակ տեսակ Վահագն Ալեքսանյանի մամայի պահվածքը ձեռնափայտով հարձակվել է երիտասարդների վրա։ Հա, դե ես երեք գրել եմ այդ մասին, որ էդի մի փոքր էլ հուսադրող նորություն է, որովհետև փաստորեն այնքան է պակասել իրանց համախոհները, այն մեկն էլ որ արցախցուն էր հայոյում իրանց սանիկներ, այն իրանց փնթի ժամանակվա սանիկներ էլի, ոչ թե հիմա բանդարած։ Այդպես փնթի շորել հացնում են գցել են փողոցները, որ չճանաչենք էլի։ Ու որպես սովորական քաղաքացի խեղճ պարավ կամ ես ինչ տենց որպեսի գով կանեն, էլ մարդ չի մնացել, որ իրանց մամաներին են անի, հասկանում եք։ Էլ մարդ չի մնացել, դա մի քիչ էլ ոնց որ ասած գոհացնող նորություն է։ Իհարկե, կրկին, եթե դա անել նա սովորական քաղաքացի կամ զոհվածի մայր, հիմա արդեն կալանավայրում կլներ, այսինքն ձերբակալված կլներ։ Երբ որ ասենք երրաբլուրից բռնում են, չէ, զոհվածի ծնողին քաշեն տալի տանում են բաժին, դատում են, չէ։ Այս դեպքում իհարկե ոչ մի բան մի սպասեք, որտեղ նորից եմ ասում, անպատժելիությունը բերում է ավելի ահավոր հանցանքների։ Միջև չպատժվեն, խելքները գլուխը չի գա։ Զոհվածի մոր մասին ասացիք, կարծում ծանոթ է Գերաբլուրում Աննա Հակոբյանի պահվածքը ծնողի հետ, սա ինչի դրսևորում է։ Լկտիությունը, ասենք, ինչա նորությունն է, որ պետք է իմանանք, լկտիությունն է, էլի 4 կողմը ես այդ մի միջադեպին այդքան ծանոթ չեմ, բայց համոզված եմ, անուն տվեցիք լկտիություն ալնելու, էլի ինչ պետք է լինի։ Ասենք, պետք է լինի երևի, եթե հայոյանքը չլինի սպառնալիք կամ նման մի բան պետք է եղած լինի, որովհետև նայեք, էլի աչքերին նայեք, տեսեք, էլի ով ինչա։ Այդտեղ չեմ էլ ուզում նույնիսկ խորանամ, որտեղ մանրամասը չգիտեմ։ Լսել եմ, հա, ինչ որ միջադեպ ա եղել, բայց
Ճիշտ ասած այդ մի միջադեպից այդքան ծանոթ չեմ ինչ է։ Ինքը սպառնացել է կոնկրետ ծնողին, դուք դեռ կտեսնեք դες այդ ինչ Ուրիշ ինչ պիտի սպասեք։ Ագր ես զարմանում եմ, որ զարմանում եք, ինչ եք սպասում։ Սպասում եք, որ քաղաքավարի, հա? Սպասում եք, որ առաքինի ինչ-որ բան եք սպասում դրանցից, Մարիամ ջան։ Էլի ջղայնացնում եք ինձ։ Ինչ-որ առաքինի բան եք սպասում դրանցից։ Ինչ-որ նորմալ բան եք սպասում։ Ասենք էլ ինչ պիտի անեն։ Ես դրանց էլ բնութագրել դրանց արասների մասին պատմել անիմաստ եմ գտնում։ 3 սերունդ սպանել են, դրանից այն կողմ ինչ պիտի անեն, որ մենք զարմանան։ 3 սերունդ գիտակցված տարել են, որպես բան մսացու տարել են, գցել են, սպանել են, որպեսզի իրաց նպատակին հասնեն։ Ինքը իր բերանով աշխարհի ամենա սարսափելի հանցագործության մեջ խոստովանել է։ Հիմա այդ մարդը, որ այդ հանցագործությունը խոստովանել է, դրանից այն կողմ ինչ եք սպասում, որ ինքը անի, որ չզարմանաք։ Ես զարմանում եմ, որ զարմանում եք, այդքան բան։ Պատգետներին է կրթում, մի հատ էլ ասում է երկրում 50։ Ով է կրթում, պիտի դու կրթում ա, չի կրթում։ Կանչումա մոտը կրտելու, կրտումա որ դառնան իրա մարդիկ, այդքան բան։ Ով գնում է այնտեղ կրտվում է։ Այնտեղ գնացողները կրտվում են։ Իրանք որպես անգրակետ տարասխալով են գերես ասում է կրտվել։ Իրանք անգրակետ են, ուզեցել են գերեն կրտեք, եկեք կրտենք, որտեղ ով իրաց ծառայում այսօր կրտված է, ասում եմ ես։ Էլ ոնց ասեմ։ Ասում ես նման է ավելի շուտ աղանդավորական շարժման։ Բա ի՞նչ է։ Աղանդ ի՞նչ է, կռապաշտություն չի ի՞նչ է։ Իրանց կուրք են սարքել, սատանայական, կռապաշտական աղանդել չի դա։ Նույնիսկ աղանդել չի։ Սատանայապաշտություն, կռապաշտություն է, ուրիշ ոչի բան։ Ես ասել եմ, այդ որ ցույց են տալիս այդ մի հատ այնտեղ հոտած մեկը կա, չգիտեմ ինչ լրատվականա, որ հերվից որ փողոցում լինի հոտը կզգաց իր հոտածության այդ բանի այդ լրագրողի որ խոսացնում է սրան նրան դեմ են խոսում արցախցիներին եւ այլն դրանք ասեմ այնքան արդեն ուրեմն վիճակները այնքան մարդիկ են խելքի եկե ուրեմն որ ստիպած իրանց հարազատ բարեկամներին մայրերին են հանում փողոց խոսալու որտեվ այն նույնիսկ ամենաչհասկացող ով որ գովում է դրանց ով որ ասում է գոհեմ մի հատ դեմքներին նայեք էլի ես իմ մոտ դրել էի նկարներ նայեք մի հատ տեսլեք ժպիտով դեմքով մեկը ասի շատ լավ է հիմա ասենք թարավ sense հոտած դեմքով ասում հա լավ է ինչ ա եղել ինչ եք ուզում Փաշինյանից դրա կամ տղես տրուկ բուլդոգը աշխատում այս մենթերի մեջ մարդ ծեծող մարդ ուտող կամ հարսը դրանց մոտ մեկի մոտ բանը ինչա հոգեբանական ինչ էր անում բարոյական աջակցություն աշխատող է քարտուղար մարտուղար հա բարոյական աջակցություն է ցուցաբերում կամ իր աղջիկն է այդ գործի կամ ինքն է ինչ-որ միտեղ հավաքարար աշխատում դրանց մոտ չկա նորմալ մարդ այս երկրի երեսի նորմալ որ դրանց հետ կապված չի ինչ-որ այդ թելերով որը որ ասի որ նորմալ է որտեվ նորմալ մարդը չի կարա աննորմալությանը ասի նորմալ ի վերջո Նորքի թաղապետը պատասխանատվության կենթարկվի թե ոչ ի վերջո ցեղասպանություն անող մարդը երբ որ կդատապարտվի նրա հետ ուրեմն մասնակիցները բոլորն է կդատապարտեն քանի ցեղասպանություն իրագործած թալյաթի ճուտը չի պատժվել մնացածի պատիժ ինձ չի էլ հետաքրում այդ մանկլավիկները այդ թուլեկը կարող է ինքը պատժի բայց այդ դրան կպատժի որպեսզի եթե ինքը 3 սերունդ սպանել է դուք չեք տեսել ինքը իր ժամանակին իր աջակցողների հանդեպ շատ ավելի դաժան է որովհետև ինքը բռնապետ է ինքը որտեվ ցեղասպան է այդ ցեղասպանը չի խղճալու ոչ մեկին ասում են ինքը իր նմաններից է զզվում ժամանակին եկավ մարդու կնիկ իր վրա գործ են տալու դա տեսակ է դա բան չի ասենք դա Սարքովի բան չէ դա տեսակ է այդպես ծնվել են իրանք դրա համար ինձ չի հետաքրում ճիշտ ասած չի հետաքրում մենք իմիսաղս ընկնենք թաղապետով կամ եսի ինչով գլխավոր ցեղասպան հանցագործը անպատիժ է մնացածը իմ համար խաղալիքներ է զբաղմունք է իմիջիայլոց այդ թաղապետը Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Սարգսյանի կուսակիցն է
Եվ այս են մարդիկ են, ովքեր ժողովրդավարություն, եվրոպական արժեքներից են խոսում։ Ամբողջ աշխարհն է հրաժարում, Եվրոպան է հրաժարում այդ ճակերտների մեջ ասած եվրոպական արժեքներից, որտեղ տեսել են իրենց տունը ոնց է քանդվում։ Այդ եվրոպական արժեքներ տարածողները Եվրոպայի հետ կապ չունեն։ Դրանք Եվրոպայի ոնց որ սա Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանի մահն է բերում, նրանք էլ Եվրոպայի մահն են բերում։ Եվրոպացիները տեսնում են, որ իրենց մոտ այս 5 տարվա մեջ բոլոր եվրոպական երկրներում հիմնական 51% լինելու են օտար երկրացի եւ այլ դավանանքի մարդիկ։ Դա այդ եվրոպական արժեքներ ծրող այդ սատանայական հանցախումբն է, որի էլ անդամ հանդիսանում է այս անդամը ճակերտների մեջ։ Հիմա դրա համար եվրոպական արժեք կոչվածը, որ ասում եք, Եվրոպայի հետ կապ չունի։ Դա նույն հանցախումբն է, որ երկրները վերացնում է։ Մեզ էլ գցեցին դրա մեջ ազգային պետությունները վերացնում են նույն Անգլիան, որ այդ ամեն ինչը ստեղծել է, հիմա ինքը իր ստեղծած չարիքից Ֆրանկենշտեյնը ոնց է հիշում եք, չարիք ստեղծողը վերջը ինքը ստեղծած չարիքի մեջ փոքր ժամանակվանից հեքիաթներով մեզ պատմել են, խեղդվելու է։ Հիմա սրանք են։ Երկրորդ նախագահը հանդիպել էր հայկական համալսարանի դասախոսական կազմին եւ կոնկրետ փաստերով ներկայացրեց, որ այս պատերազմը ի վերջո բերել է հենց Նիկոլ Փաշինյանը, ինչ կարող եք ավելացնել։ Ում հետ է հանդիպել։ Եվ հայկական համալսարանի դասախոսական կազմին էր հանդիպել եւ ասաց փաստերով, որ Նիկոլ Փաշինյանն է հրահրել Ադրբեջանին սկսել թուրքերին սկսել այս պատերազմը։ Ինչի, հա, շատ լավ արեցլա, բայց այդ Բայրամյան մարդու ես ասում, որ 18 թվականի ապրիլ-մայիս ամիսներին է դա ասել ինչ անել։ Եվ հետո 19 թվականի փետրվարի 26-ին, չէ, հունվարի 28-ին, 19 թվականի փետրվարի 26-ին կներեք։ Հանրահավաք է արել, առաջի հանրահավաքը, ինքը այդ ժամանակ ցարե բոգ էր, չէ, ինքը աստվածների աստված էր, չէ, Հիսուսը իրանից էր ասում, չէ, իրանց ասելով ինչ անի։ Այդ ժամանակ մենք ցույց ենք արել եւ հանրորեն, կա էլի YouTube-ում դուք չեք նկարել։ Ասել ենք, որ այս մարդն եկել է, որպեսզի պատերազմ հրահիրի, մեծ քանակով զոհեր տա եւ մեզ վախացնելով մեծ քանակ զոհերով Արցախը հանձնի։ Ասել եմ, թե չեմ ասել։ 19 թվականին, երբ որ ինքը ցարեբոգ էր եւ 18 թվականին, երբ որ հեղափոխություն են անում։ Կա չէ փաստով, ուրիշների նման չեմ ասել Նիկոլ վարչապետ, հետո ֆռացել եմ Գորշենտվե դարել եմ հականիկոլական։ Ապրիլ ամսից մեզ ասեն հակահեղափոխական սրիկա դավաճան է։ Ճիշտ է, մենք այս ժամանակ դա ասելու համար ամբողջ հանրության կողմից կոչում ենք։ Հիմա երկրորդ նախագահը ճշմարտությունը ասելա, լավ է արել։ Բայց ուզում ասեմ, հարցնում եք ինչ կարծիք ունեմ, իմ կարծիքս հատնել եմ 18 թվականի ապրիլին։ Եվ որ ես ձեր ասած եվրոպական չարիքը քայլելով գալիս է դեր։ Ու արևմտամետները հարձակվեցին երկրորդ նախագահի վրա իր Սյոպա Սաֆարյանով, Արման Բաբաջանյանով։ Հա։ Ալո։ Այո, ասում եւ արևմտամետները հարձակվեցին Ռոբերտ Քոչարյանի վրա, Սյոպա Սաֆարյանով, Արման Բաբաջանյանով։ Հա։ Հա, բայց ինչ պիտի անեն, ինչ պիտի ապրի գովային երկրորդ նախագահը։ Մարիամ ջան, լավ, արի փակենք, որտեղ այդ հարցերը մայիսի 9-ին Փաշինյանը գնում է Մոսկվա, ինչ ունի անելու։ Մայիսի 9-ին նստե կանգնացնեն, այդ ուկրաինացիները ասել են բանո խփել են։ Ինչա, բեսպիլոտիկով։ Կատակ եմ անում, իհարկե, չգիտեմ, ինչ ես տեսեք, միացես բան կա, էլի։ Շատերը սպասում են, որ դրսից պետք է լինի Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ, Հնդկաստանից, Չինաստանից, Պարսկաստանից մեր մոտ փոփոխություն է։ Դրսից եղած փոփոխությունը երբեք լավ չի կարող մեր ժողովրդի համար։ Փոփոխությունը այս մեկը դրսից է, լավ եղավ։ Նենց որ իմ համար չկա հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք։ Հայկական, ազգային, հայերի, ազգային իշխանություն չեկավ, լավ չի լինելու, հիշեք ասածս։ Շնորհակալություն։ Մերսի, պարոն Զաքարյան։